Շնորհակալ ենք օրհնյալ Աստծուն։ Փառք Տիրոջ այս պատվի համար, այս հնարավորության համար։ Աստծո ժողովուրդ, գիտեմ, որ շատ անգամներ այստեղ կանգնողներն ասում են, պատիվ է ինձ համար կանգնել այս ամբիոնի ետևում քարոզել, բայց թույլ տվեք ասել, իմ համար մեծ պատասխանատվություն է կանգնել եւ այս ամբիոնի ետևից քարոզել։ Որովհետեւ սա Աստծո խոսքն է, Աստծո հավիտենական խոսքն է, որովհետեւ այսօր շատ քարոզիչներ կան ամենատարբեր թեմաներով, բայց հիշում ենք Հիսուսի խոսքը այսօր ճանապարհին էլ Լեռնիկ եղբորից հիշում ենք, որ ուշադիր եղեք ինչ եք լսում եւ ինչպես եք լսում։ Հասկացել եմ, որ մարդիկ, երբ որ տրամադրված են ուրիշ բան լսելու, հենց այդպես են լսում։ Բայց պետք է հասկանանք ինչ է ասում Տերը եւ ինչ է ուզում Աստված դրանով մեր սրտերի հետ խոսել։ Ես պիտի ներկայացնեմ ձեզ իմ այսօրվա պատգամը հայտնի մի առակից, որը Մատթեոս ավետարանի 13-րդ գլխում է եւ կարծում եմ բոլորդ էլ այդ առակը լսել եք, Սերմնացանի առակը։ Ձեր թույլտվությամբ, գիտեմ, շատ եք կարդացել, բայց մեկ անգամ եւս կարդամ, հիշելով Պողոսի խոսքերը, որ ասում է. «Միևնույն բանը կրկնելը ինձ համար ձանձրույթ չէ, բայց ձեզ համար ապահովություն է»։ Ամեն։ Այսինքն, եթե մի քանի անգամ, տասնյակ եւ ավել անգամ կրկնվի, մենք չձանձրանանք, սա ապահովություն է Աստծո ժողովուրդ, որովհետեւ Աստծո խոսքը հոգի եւ կյանք է։ Ամեն։ Ուրեմն Սերմնացանի առակը 13-ի 4-ից 15-ում կարդում ենք. Ահա Սերմնացանը ելավ սերմանելու, երբ նա սերմանում էր, մի քանի սերմնահատիկ ճանապարհի եզերքին ընկան եւ երկնքի թռչունները եկան ու դրանք կերան։ Իսկ ուրիշները քարքարոտ տեղ ընկան, որտեղ շատ հող չկար եւ իսկույն բուսնեցին հողի սակավության պատճառով, բայց երբ արևը ծագեց, վառվեցին եւ որովհետեւ արմատ չունեին, չորացան։ Ուրիշները փշերի մեջ ընկան եւ փշերը բարձրացան ու դրանց խեղդեցին։ Իսկ ուրիշներն էլ բարեբեր հողի վրա ընկան ու պտուղ տվեցին, մեկը 100-պատիկ, մեկը 60-պատիկ եւ մեկը 30-պատիկ։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Տեսեք, Տեր Հիսուսին էլ է սա շատ անհանգստացում, շատ հետաքրքրում, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Մինչ կշարունակեմ, ասեմ, որ Աստծո ժողովուրդ առհասարակ այս ժամանակների մեջ լսողության խնդիր կա։ Լսելու եւ լսողության խնդիր կա։ Եվ եթե Դերեկ Պրինսի օրինակ խոսքը լսենք, ապա նա ասել է. քրիստոնյաների հավատքը չի բարձրանում, որովհետեւ լսելու խնդիր կա։ Որովհետեւ հավատը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է։ Պիտի խոստովանենք, որ ինչ որտեղ մենք մեր հավաքույթային սպասումները կառուցում ենք ինչ որ մի քարոզիչի այդ օրվա լավ քարոզելու, իսկ մենք էլ լավ տպավորվենք եւ վերադառնանք։ Անկեղծ ասած, ես շատ վաղուց եմ իմ սրտում դրել, ինչ Տերը ինձ կանչել է քարոզելու, չտպավորել։ Ես տպավորելու համար չեմ։ Ես այստեղ եմ Տիրոջ ճանապարհները պատրաստելու համար։ Թող Աստված փառավորվի։ Մենք այստեղ չենք, որ ուղղակի ցույց տանք, որ գիտեք ինչ լավ ծառայեցինք։ Մեկ օր կգա եւ Աստված հանրագումարի կբերի շատերի ծառայության շարժառիթը։ Աստված ցույց կտա, թե ով ինչի համար է ծառայում։ Բայց մեր նպատակը պատրաստել Տիրոջ ճանապարհը, գիտեք ինչու, որովհետև Հովհաննեսը շատ արտաքնապես գրավիչ մարդ չէր։ Որքան էլ որ հերմենետիկան սովորեցնում է, որ մի փոքր այդ քարոզչական կազմվածքը պիտի համապատասխանի քարոզչին, բան չունեմ ասելու։ Բայց Հովհաննես Մկրտիչը արտաքնապես շատ գրավիչ չէր։ Մեր Տեր Հիսուսը, երբ որ խաչի վրա էր, եւ դուք հիշում եք, նրա մորուսը փեթած վայելչություն չուներ։ Բայց Աստծո զորությունն էր գործում Գողգոթայի խաչից, օրհնյալ է մեր Աստվածը։
Բնականաբար աշակերտները կուզեին հասկանալ այս առակի իմաստը։ Նրան հարցրեցին, ինչու ես նրանց հետ առակներով խոսում։ Իսկ նա պատասխանեց եւ ասաց նրանց. քանի որ ձեզ տրված է իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց տրված չէ։ Սիրելի Աստծո ժողովուրդ, փաստորեն ըստ այս խոսքերի մեզ տրված է իմանալ արքայության խորհուրդը։ Հավատացողը, ինչպես Վլադիկ եղբայրն ասում, կասի ամեն։ Եսայա մարգարեության մեջ 6:9-10 կարդում ենք. շարունակ կլսեք ու չեք հասկանա։ Անդադար կնայեք ու չեք տեսնի, որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ եւ իրենց ականջներով ծանր լսեցին եւ իրենց աչքերը փակվեցին, որ երբեք աչքերով չտեսնեն եւ ականջներով չլսեն եւ սրտով չիմանան ու դարձի գան եւ նրանց բժշկեմ։ Ուզում եմ հիշեցնել, որ Հիսուսը իր ծառայությունը, որ սկսեց, հեթանոսների մեջ չէր։ Ուզում եմ, որ սրա վրա շատ ուշադրություն դարձնենք, թանկագիններ, սիրելի վերածնունդ եկեղեցու անդամներ, Հիսուսը քարոզում էր եւ եկել էր իր ժողովրդի համար, հա, իրենների համար, ինչպես գրված է։ Եվ իրենները չընդունեցին, բայց ովքեր որ իրեն ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելի, եւ սրա համար ասում ենք ալելույա։ Եվ մենք հասկանում ենք, որ այս իրենները արդեն իսկ ինչ որ բաներով կշտացած էին, գիտուններ էին, գիտեին, մարգարեների գրքերը ուսումնասիրածներ էին, եւ երբ որ Հիսուս քարոզում էր, դժվար էր նրանց համար ընդունել եւ ընկալել։ Ուզում եմ ուշադրություն դարձեք, ով Հիսուսը, Հիսուսն էր քարոզում Աստծո ժողովուրդ։ Եվ նրանք չէին կարողանում հասկանալ։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ խնդիր կա, որ մարդը չի կարողանում հասկանալ եւ ընկալել։ Բայց մինչ այդ, որ մենք կհասկանանք, թե ինչն է խնդիրը, ինչն է պատճառը, նախ հասկանանք ինչ է առակը, ինչ էր Հիսուս առակներով խոսում։ Գուցե ավելի պարզ, ավելի մատչելի, ավելի հստակ դարձնելու համար Աստծո ժողովրդին։ Համաձայն եք, հա? Առակներով, երբեմն մենք, երբ որ ինչ-որ բան ենք պատմում, մի հատ օրինակ ենք բերում, չէ, որ այդ օրինակը ավելի պատկերավոր դարձնի, ավելի հստակ դարձնի եւ մարդկանց մեջ դա տպավորվի։ Հիմա Հիսուսը շատ անգամ ժողովրդի հետ խոսում էր առակներով։ Իսկ ինչ է առակը։ Առակը դա Աստծո ժողովուրդ, եկեք սովորենք այսօր ինչ է առակը։ Առակը երկնային իմաստով երկրային պատմություն է։ Երկնային իմաստով երկրային պատմություն է։ Թանկագիններ, ողջ աշխարհով մեկ ավետարանը քարոզվում է, նույնիսկ անհնար թվացող վայրերում։ Իշնորհիվ մեծ հանձնարարականին հնազանդվողների, ըստ այս ներկայացված առակի Հիսուսի միջոցով, արտը դա ողջ աշխարհն է։ Արտը դա ողջ աշխարհն է։ Բայց, ինչպես գիտենք, ամբողջը բերի հող չէ։ Չէ՞։ Ամբողջը բերի հող չէ։ Եվ արքայության խորհուրդը տրված չէ իմանալ նրանց, ովքեր որ իրենց գիտուններ են համարում։ Առիթ ունեցել եք երբևիցե, չէ, մարդկանց հետ խոսելու, երբ որ դու ավետարանից մի բան ես ասում, ասում գիտեմ։ Ինչ ասում ես, ասում գիտեմ։ Եվ հենց այս որ ինքը ասում է ես գիտեմ, դա արգելում է իրան, որ ինքը փոխվի։ Եվ թույլ տվեք ասել, որ երբեմն էլ քրիստոնյաներիս կյանքում է դա լինում։ Քարոզիչը խոսում է, Աստված այս մարդու միջոցով խոսում է մեզ հետ, բայց մենք ասում ենք գիտենք, լավ, էլ նոր բան ասա, մի հատ լսենք։ Բայց որքանով ենք մենք դա լսել, որովհետև եթե մենք ասում ենք լսել ենք, լսելը դա կյանքի փոփոխություն է։ Լսելը ըստ լսածի սկսել ապրել եւ գործել։ Ամեն։ Մեկ որ Հիսուսը հոգով լցվեց, հոգով բորբոքվեց, Մատթեոս ավետարան 11:25-ում կարդում ենք եւ բարձրաձայն ասեց. Գոհանում եմ Հայր քեզանից, երկնքի եւ երկրի Տեր, որ իմաստուններից ու գիտուններից այս բաները ծածկեցիր եւ մանուկներին հայտնեցիր։ Հիմա
հարցնենք մենք ինքներս մեզ, ինչ ենք կարծում։ Հիսուս նկատի ուներ 5 տարեկան, 6 տարեկան, 7 տարեկան, 8 տարեկան, հա տենց երեխաների։ Ես կարծում եմ միամտություն է կարծել, որ Հիսուսը նկատի ուներ, որ մենակ երեխաները կարող են երկնքի արքայության խորհուրդը իմանալ։ Բայց մենք հասկանում ենք, որ Հիսուս նկատի ունի մարդ, որ կարիքն ունի Աստծո։ Անկախ իր տարիքից, որ ինքը Աստծո կարիքավորն է։ Որ ինքը Պողոսի պես ասում է, չգիտենք այն ինչ որ պիտի իմանայինք։ Որ Կորինթոսի եկեղեցուն ուղված պատգամի պես կասի, շատից քիչը գիտենք։ Մենք շատ լսում ենք, շատ կարդում ենք, կարդացել ենք, բայց չգիտենք դեռ։ Եվ ահա սա է օգնում, որ մենք մշտապես Տիրոջ առաջ լցվենք։ Ուրեմն, երկնքի արքայության խորհուրդը տրված է իմանալ նրանց, ովքեր որ խոնար են, կոտրված սրտով եւ ասում են ես չգիտեմ, ես կարիք ունեմ սովորելու։ Անկեղծ ասած, տեսել եմ մարդիկ, որ անուններ չտամ, տեսել եմ մարդիկ, որ շատ գիտեն, շատ հրաշալի աստվածաբաններ են, բայց իրենք եւ խոնար չեն, բայց ոմանք էլ այնքան, որ անցել են ճանապարհ եւ վաստակ ունեն, բայց նրանք այնքան ուշադիր են լսում մի անձնավորությանը, որ առաջին անգամ է քարոզում։ Հասկանում ես, որ այս մարդը լսող է։ Հիմա թույլ տվեք ներկայացնել այս առակի պատմության մեջ Հիսուսը մեկնաբանությունը տվեց, բայց հիմա այդ մեկնաբանությունը մենք կետ առ կետ կանցնենք։ Ոչ ես սանձրանում։ Ուրեմն առաջին կետը դա ճանապարհի եզրն է, որով սկսում ենք։ Այս առակի մեջ ներկայացված է 4 տեսակ հող։ 4 տեսակ հող։ Կարող ենք ասել 4 տեսակ մարդկանց, լսողների, հասկացողների, ընկալողների եւ ընդունողների, 4 տեսակ։ Առաջի տեսակը դրանք ճանապարհի եզրը գտնվող այդ տարածքն է, այդ հողատարածքն է, ճանապարհի եզրը։ Սա ինչ տեղ է, բարեկամներ, սա մի տեղ է, որտեղով մարդիկ շատ են քայլում։ Սա մի տեղ է, որտեղ մարդիկ շատ են քայլում եւ այդ քայլելուց շատ է տրորվում այդ տեղը։ Դուք տեսել եք, չէ՞, օրինակ տեսել եք արտեր կան, որ մարդիկ ցանկ են անում, բայց այդ արտերի եզրով գնում գալիս են եւ այնքան են գնում գալի, որ դա կոշտանում է։ Եվ է սերմերի մի մասը ընկավ հենց արտի եզրին։ Այսպիսի տեղերում Աստծո ժողովուրդ ցանկ կատարելը դժվար է։ Ես անգամ թեպետ գիտեմ գյուղական կյանքը, գիտեմ սերմի այդ աշխատանքները, բայց ես ավելի փորձառու գյուղատնտեսներից հարցրել եմ, ասել եմ օրինակ ինչ է տեղի ունենում, երբ որ արտը տրորվում է, այն արտը, որտեղ որ պիտի ցանվի։ Եվ պատասխանը լսել եմ հետևելը, առնվազն մի քանի տարի ցանքը հետաձգվում է, որովհետև այդ սերմը չի կարողանում թափանցել հողի մեջ, ծիլ արձակել, որպեսի պտուղ տա։ Ես հիշում եմ, որ Չարենցավանում, երբ որ գլխավոր այդ ճանապարհը վերանորոգում էին, ասֆալտապատում էին, հարկ եղավ, որպեսի Չարենցավան քաղաքի բնակիչներ իրենց մեքենայով շրջանցեն, այնտեղ գազալցակայան կա եւ այնտեղ մեծ դաշտավայր կա, որտեղ մարդիկ ցանկ են անում, արտեր են։ Եվ մեքենաները այդ արտերի մեջտեղով իրենց համար ճանապարհային բացե գնում գալիս էին, այդպես էին ապահովել։ Եվ որպեսի այդ մարդու վնասը հատուցեն, փող տվեցին նրան, որովհետև գիտեին, որ այդքան որ տրորվել է այդ հողը, թե ոտքով, թե մեքենաներով, դա արդեն հետ ընկավ ցանքի համար, այդ արտի համար։
Երբ որ մարդկանց կյանքերում շատ քայլեր կան, շատ մարդկանց այցելություններ կան, շատ գնացող եւ գալացողներ կան Աստծո ժողովուրդ, այդ տեղը տրորվում է։ Սրանք այն մարդիկ են, ովքեր որ լսում են խոսքը, բայց նրանց կյանքում սերմը չի ընկնում, խորքեր չի գնում սերմը։ Եվ այս մարդկանց կյանքում կան մարդիկ, այցելուներ, նրանք հատկապես լսել ենք, չէ, որ գիտես, որ որոշել եմ, որ լավ հոգևոր կյանք ապրեմ, որոշել եմ, որ նվիրված կպնեմ եկեղեցուն, բայց հենց որ ուզում եմ եկեղեցի գալ, ես ինչ բարեկամս գալիս է իմ տուն։ Հանկարծ ընկերուհիս ինձ հիշում է, հանկարծ հերրու բարեկամը, որ երբևիցե չէր զանգել, զանգում է, որ ասում է, աղջի, գալիս եմ ձեր տուն։ Եվ այս մարդը թույլ չի տալի, որ այն սերմը, որ ընկել է, իր կյանքում դա պտուղ տա։ Ինչու ժամանակ չկա։ Իր համար միայն արդեն ժամանակ է մնում ընդունելու մարդկանց, բաց թողելու, ինքը մտածելու ժամանակ չունի Աստծո խոսքի վրայով։ Բավական շատ մարդիկ կան գնացող, գալացողներ եւ այնքան են տրորում, որ հողը կոշտանում է։ Այդ մարդու ընկալողականությունը կոշտանում է, չի կարողանում սերմը թափանցել ներս։ Սաղմոս 119:11-ում այսպես կասի. Իմ սրտում թաքցրեցի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Ուրեմն այսպիսի մարդիկ, որ չեն կարողանում ընդունել սերմը, այն պատճառով, որովհետև այցերը շատ են, կարծիքները շատ են, ուղղորդումները շատ են, թելադրանքները շատ են։ Ուրեմն ինչ կարիք կա, որպեսի մարդը թույլ տա, որ այդ հողը չտրորվի։ Ինչ կանի մարդ իր հարտի հետ, եթե ուզում է պտուղ ունենալ, պիտի թույլ չտա, որ դա տրորվի։ Ահա լուծումը։ Թվում է, թե ինքը գուցե բարդ, բայց բարդ չի, ընդհանրապես մի հատ պարզ հասարակ լուծում։ Թույլ մի տուր շատ անցորդների մուտքը ցանկապատ քաշիր։ Եվ թույլ տուր, որ Աստծո խոսքի սերմը թափանցի, ծիլ տա եւ պտուղ բերի։ Երկրորդ տեսակի մարդիկ, երկրորդ վայրը դա քարքարոտ վայրն է։ Գիտեք ովքեր են սրանք։ Մենք եկեղեցիներում շատ ենք տեսել։ Շատ արագ ոգևորվող եւ ուրախացող մարդիկ են։ Շատ արագ ոգևորվում են, պարզունակ են նրանք, բայց հենց նեղությունները եւ հալածանքները սկսվում են, այդ ժամանակ գայթակղում են։ Անկեղծ ասած, այս տեսակ ոգևորություններ շատ տեսել եմ, բայց կասկածանք եւ վերապահումով արձագանք եմ ունեցել, երբ որ այս մարդիկ ցույց են տվել, թե իրենք ապրում են Աստծո ուրախությունը եւ բարգավաճում կա հոգեվոր։ Որովհետեւ հարցը հետեւյալն է. ինչպես կարող է սերմը հենց ընկածի պես միանգամ ստիլ տալ։ Եթե սերմը process-ով չի անցնում, եթե սերմը հողի մեջ չընկնի, չմեռնի, ինքը չի կարող պտուղ տալ։ Այսինքն, սա մի ընթացք է, որ քրիստոնյաները ապրում են, նրանք, ովքեր որ լսում են Աստծո խոսքը, ասեմ ձեզ ժողովուրդ ջան, շատ անգամներ բան ենք լսում, մեր սիրտը դրանից տրտմումել է։ Որովհետև մենք կանգնում ենք մի փաստի առաջ, եւ փաստը հետեւյալն է, որ բաներ կա, որ մեր կյանքում պիտի փոխվի։ Հայտնվում է Աստծո խոսքը, լուսավորվում է մեր ներսը, եւ մենք պիտի փոխվենք։ Այստեղ այնպես չէ, որ դու ոգևորվում ես։ Ոգևորվությունը արդեն քո վրայով չէ։ Եթե դու իրապես մարդ ես լուրջ մտածող եւ ուզում ես Տիրոջը հետևել եւ փառավորել Աստծուն, բաներ կան, որ քեզ մտածել են տալի եւ դու սրա վրա ապրումներ ունես, պայքար ունես, կռիվ ես տալի։ Բաներ կա քեզանից պահանջում է ապաշխարություն եւ այդ դեպքում ոգևորությունը ավելնորդ է, ոգևորության կարիք չկա։
Բայց երբ որ այս մարդիկ սենց արագ ոգևորվում են, կարծես թե սերմը հենց ընկավ ու աճեց, կասկած կա, արդյոք այս մարդը ապրեց ապաշխարության ընթացք։ Արդյոք նա մեռած գործերի հրաժարման այդ process-ը ապրեց, արդյոք այդ հին մարդու թաղման ընթացքը ապրեց։ Եվ սա է պատճառը, որ այո, կան մարդիկ, որոնք հաճախում են եկեղեցի, բայց նայում ես ավելի շատ ոգևորությունն է։ Եվ իմացեք, ոգևորվող մարդիկ մեկ օր պատահելիք իրադարձությունների ժամանակ խամրում են, դադարում են։ Տարիներ առաջ Չարենցավանի մեր եկեղեցում մի երիտասարդ աղջիկ էր գալի։ Ժողովուրդ, եթե ասեն կողքից նայեիր այդ անձնավորությանը, կասեիր, այ մարդ, ես ես ինչ վատ եմ երկրպագում։ Ես մերժվածություն եի ապրում, ժողովուրդ։ Եվ կարծում եմ եկեղեցում շատերը երևի կուչ էին եկել, ասում են Աստված, մենք էլ ենք երկրպագող այս աղջիկն էլ։ Այնքան լայն էր տարածում ձեռքերը եւ այնքան այսպես ճիչով երկրպագում էր, ասում էր Տեր Աստված, երանի էս աղջկան, էս ինչ կերպա վայելում երկինքը։ Բայց հետո ժամանակը ցույց տվեց, որ դա ոգևորություն էր։ Խամրեց։ Ես գիտեմ, որ ձեզանից ոմանք կարող են արտակնապես շատ արձագանք չունենալ, առասարակ ձեզ մի գաղտնիք ասեմ, այստեղ ծառայող մարդիկ սիրում են, որ ժողովուրդը արձագանքի, դա բավական ուժ է տալիս։ Քարոզիչները, հավատացեք, ուժ են ստանում դրանից, բայց երբեմն հայացքները եւ մարդկանց պասիվությունը մի տեսակ քարոզիչներին կարծես կոտրում է, փառաբանություն անցկացնողներին կոտրում է։ Բայց ես չեմ կոտրվում այս առումով, որովհետեւ ես մի բան եմ մտածում, որ այս մարդիկ, որ շարքերում կանգնած են, գուցե շատ ձեռքերը միջև պատից պատ այդպես տարածված չէ, բայց այս մարդիկ իրանց ներաշխարհով կապ ունեն Աստծո հետ։ Նրանք երկրպագող մարդիկ են։ Նրանք երկրպագող մարդիկ են, բայց սա ասում եմ ոչ թե նրա համար, որ այդպես շարունակեք пассив մնալը, չէ, արձագանքեք էլ ժողովուրդ ջան։ Փառաբանության մեջ այսպիսի մի հատված կա, ես նկատեցի դրա համար ասեցի, ասում է փառաբանիր Աստծուն, գիտեք փառաբանել ինչ է նշանակում։ Բարձրաձայն գոչել։ Հունարեն բնագրում դա շաբահ տալն է։ Մենք հայերենում ասում ենք շաբաշ տալ։ Չէ՞։ Մենք հայերենում ասում ենք շաբաշ տալ։ Էդի հենց տեղից է եկե։ Այսինքն բարձրաձայն այդ հայերը որ սիրում են, չէ՞, շաբաշ տալ հարսանիքների ժամանակ։ Ժողովուրդ ջան, իրականում մենք այդպես ուրախությամբ մեր ապրումները, մեր փառաբանությունը, մեր երախտագիտությունը պիտի հայտնենք մեր Արարիչ Աստծուն։ Բայց չգիտես ինչու, հենց կանգնում ենք փառաբանության, մի տեսակ, չգիտեմ, ձեռքերներս այսքանից ավել չի կարողանում բարձրանալ, չեմ հասկանում ինչից է դա ժողովուրդ։ Եկեք երկրպագենք Աստծուն։ Ես տեսել եմ, կներեք, ես ուղղակի սա նախանձախնդրորեն եմ ասում։ Ես տեսել եմ համերգներ եւ այն էլ ծանր ռոք համերգներ եմ տեսել, բայց ես տեսել եմ այդ ժողովրդի արձագանքը եւ ես հարց եմ տվել. Տեր Աստված, սրանք արձագանքում են սատանայապաշտների երկրպագությանը։ Առանց չափազանցության Աստծո ժողովուրդ, մարդ կա այնտեղ ներքևից, որ բեմը բավական բարձր է, ուզում է բարձրանալ այդ ռոք երգիչի հետ արդեն երգի։ Դուք տեսել եք Մայքլ Ջեքսոնի համերգները անգամ, ինչպես են երիտասարդ պատանի աղջիկներ բարձրանում բեմ Մայքլ Ջեքսոնի հետ երգում, կուրկ սարքած, ժողովուրդ։ Մենք Աստծուն պիտի խենթի պես երկրպագենք։ Եվ այստեղ հենց տեղին է Իշել Առաքյալի խոսքը, եթե խենթացած ենք Աստծո համար է, եթե զգաստացած ենք ձեզ համար է։ Թող այսօր մեր մեջ այս որոշումը լինի, որ ես լավագույն կերպով Տիրոջը պիտի փառաբանեմ, երկրպագեմ ու մեծարեմ։ Դե գիտեմ, որ երբեմն ասում ենք, այս մարդը լավ չանցկացրեց փառաբանությունը կամ լավ չանցկացրեց ծառայությունը, ես էլ դրա համար լավ չմասնակցեցի։ Արդարացումա։ Երրորդը սիրելիներ դա փշերի մեջ ընկածն է,
Ովքեր են սրանք եւ ինչ հողի տեսակ է այստեղ ներկայացված։ Սրանք խոսքը լսողներել են, հասկացողներել են։ Բայց փշերի զորության արկայությունը, շատությունը այնքան է բարձրանում, որ նրանք իրենց ուժը, կարողությունը կորցնում են։ Խեղդում են փշերը, այսպես ասած, այդ ծիլերը, այդ տունկերը, որպեսզի դրանք պտուղ չունենան, պտուղ չարձակեն։ Եվ սրանք մենք գիտենք, կյանքի հոգսերն են, հարստության պատրանքն է։ Եվ Պողոս առաքյալը տագնապով Տիմոթեոսին գրում է, որպեսզի սրանից զգուշանան հավատացյալները, եւ սա հետեւյալն է. բոլոր չարիքների արմատը արծաթասիրությունն է, որին անձնատուր լինելով մի քանիսը հավատից մոլորվեցին եւ իրենց անձերը ցավերով խոցեցին։ Ինչն է? Արծաթասիրությունն է։ Ինչպես կասեր ավակ եղբայրներից, ավակովներից մեկը, տեսնում ես մարդ եկավ եկեղեցի, ընդունեց, հասկացավ, գիտակցեց, որ աշխարհը ունայն է, ճշմարտությունը Քրիստոսն է եւ Տիրոջ եկեղեցին հաստատությունն է, Աստծո ընտանիքն է, ճշմարտության սյունն է։ Բայց այն սպասելիքը, որ սպասում ես, այս մարդու կյանքը պիտի փոխվի եւ այս մարդը պիտի սկսի պտղաբերել եւ հոգեվոր փայլուն կյանք զարգացնել, տեսնում ես, որ չկա։ Աստծո ժողովուրդ, Հիսուսը հատուկ զգուշացրեց. զգույշ եղեք, որ իմ գալուստից առաջ ձեր սրտերը հարստության եւ կյանքի հոգսերի խաբեությունով չծանրաբեռնվի։ 2010 թվականին Բերտ Քլենդենենը իր վերջի նամակում այսպես է գրել. Ժամանակին մենք ունեինք մեր շարքերում շատ նվիրյալ առույգ քրիստոնյաներ, բայց այսօր նրանք հոգնած են։ Աշխարհային հոգսեր, հարստության պատրանք, խաբեություն։ Եվ սա հենց այդ փշերն են, որ մարդուն կուլ են տալիս եւ թույլ չեն տալի, որ մարդը պտղաբեր դառնա եւ շարունակի ավելի պտուղ տալ։ Եվ դառնանք չորրորդին սիրելիներ եւ ավարտենք։ Չորրորդը դա բերի հողն է, բարեբեր հողն է։ Սրանք խոսքը լսող են եւ հասկացող են եւ ընդունող ու պտղաբեր մարդիկ են։ Մինչ շարունակեմ այս նախորդ վերնագրի մեջ մի բան ուզում եմ թույլ տվեք ավելացնել, հետաքրքիր է, որ օրինակ հայերեն բառեր կան, չէ, որ ասում են հարստացավ, այդ ցավ վերջարմատը կա, էլի, ցավ, այսինքն մարդը այս ցավով սկսեց տառապել, էլի, շատ լավ էր ընթանում, շատ հրաշալի էր, լավ հոգևոր ընթացքում էր, մեկ էլ հանկարծ այս ցավով սկսեց տառապել, հարստության խաբեություն, կյանքի հոգսերի ձգտում, չգիտեմ, ես մի բան եմ հասկացել եւ յուրաքանչյուրը դա ձեր կյանքում կհասկանաք, ես դա իմ կյանքում էլ եմ տեսել, մի բան ձեռք բերեցիր, ուզում ես երկրորդն էլ ունենաս, երկրորդը ձեռք բերեցիր, երրորդն էլ ես ուզում ունենաս, եթե դա էլ ձեռք բերեցիր, չորրորդն էլ կուզես ունենալ, հավատացեք Աստծո ժողովուրդ, հավատացեք Աստծո ժողովուրդ, դա այդպես է, բայց մենք պետք է այնքան ուշադիր լինենք, որ իմանանք, թե արդյոք սա հանկարծ այդ պատրանքը չլինի, այդ խաբեությունը չլինի, էլի, որովհետև ասեմ ձեզ հետևյալը, մեծ քարոզի չէ անգամ ընկել դրա պատճառով։ Ովքեր լսել են դոկտոր Դովի մասին, մեծ քարոզի չէ եղել, բայց ինքը սկսեց զբաղվել քաղաք կառուցելով եւ քաղաք կառուցելու համար ինքը կորցրեց իր կոչումը։ Ինչի համար է Աստված մեզ կանչել։ Եվ ամեն մեկը կարող է սա իր անձի համար մտածել, ինչի համար է Աստված մեզ կանչել, հենց դրա մեջ լինենք։ Բայց կգան խաբեություններ, կգան պատրանքներ, ուշադիր լինենք, որպեսզի հանկարծ չդառնանք անպտուղ։ Հոգսերի վերաբերյալ ասեմ նաև սիրելիներ, որ
Մովսեսի մասին ինչ կարծիք ունեք։ Աստվածաշնչյան Մովսեսի մասին։ Քանի մարդ կա, որ ուզեցել է Մովսեսի պես լինի, որ Աստված իր հետ խոսա դեմ առ դեմ, ինչպես բարեկամը բարեկամի հետ։ Աստվածաշունչն ասում է, որ Մովսեսից հետո չկար Մովսեսի նման մեկը, որի հետ Աստված այդպես խոսեր։ Բայց գիտեք, չէ՞, այն որ երբեմն մեր հավաքույթները այտենց շատ մեր սրտով չեն անցնում։ Մի քիչ sense փակագծերը բաց եմ, էլի Աստծո ժողովուրդ։ Մեղադրում ենք, ինչպես ասեցի, մեղադրում ենք քարոզիչներին, մեղադրում ենք ծառայողներին, ասում ենք այ մարդ, այս մարդը մի օր մեկը գնացել էր ծառայել էր, ասել էր այդ մարդու ծառայությունից ածուխի հոտ եկավ։ Ինքը մի քիչ ածուխների հետ շատ էր աշխատել, հետո բարձրացել էր բեմ եւ ծառայել էր, այտենց ուզեցել էին ասեին փոխաբերական իմաստով, որ տկարություն կար էլի, պատրաստ չէր շատ այս մարդը։ Բայց անկեղծ որ ասեմ, երբեմն դեպքեր կան, որ քարոզիչները անպատրաստ են, բայց ժողովուրդն ասում է, ինչ ցնցող պաշտամունք էր։ Գիտեք ինչու։ Որտեվ Աստծո ժողովուրդը կարիք ուներ ընդունելու։ Աստծո ժողովուրդը բաց էր Աստծո համար։ Ուրեմն եկեք հասկանանք, որ այնպես չի, որ հիմնականում այտենց որ ծառայողներին ենք մեղադրում, ծառայողներն են։ Եթե ես փափագ ունեմ, Աստված իմ հետ կխոսի։ Վերջակետ։ Եթե ես փնտրում եմ Տիրոջ երեսը, ես նրան կգտնեմ, վերջակետ։ Եթե իմ անձը լռության մեջ սպասում է Աստծուն, Աստված ինձ հետ կխոսի։ Եթե ես ուզում եմ մի գործարք անել, բայց իմ սիրտը ինձ հասկացնում է, որ ոնց որ թե մի բան այն չէ, եւ ես ուզում եմ Տիրոջ երեսը փնտրել, ուզում եմ Տիրոջ պատասխանը ունենալ, Աստված էշին խոսել կտա։ Ամեն, փառք Տիրոջը։ Մովսեսի նման մարդը, հիմա ասենք Մովսեսի մասին։ Մովսեսը հրաշալի քարոզիչ էր, հրաշալի։ Մարդ պատկերացրեք գավազանը պայեց, ծովը ճեղքվեց։ Այտենց հրաշք տեսել ենք մենք, չէ։ Շատ հրաշքներ արեց Մովսեսը, չէ, գավազանը պարզեց, լորամարգիներ եկան բանակի մեջ, տարբեր այնտեղ հարվածներ եղավ Եգիպտոսի երկրում, գորտեր, գետերը դարձան արյունի, փոխվեց, շատ զորավոր հրաշքներ, չէ։ Բայց այդ Մովսեսը երբեմն որ քարոզում էր ժողովուրդը գրեթե ուզում էր քարկոծեր։ Դա նույն Մովսեսն էր։ Դա նույն Մովսեսն էր Աստծո ժողովուրդ։ Բայց ես այս ամենը ասեցի հատուկ մի բան ուղղակի Սուրբ Գրքից ցույց տալու մի տեղ։ Գիտեք գրվածը, երբ որ Աստված Մովսեսին ուղարկեց իր ժողովրդին ազատելու լծից, սա գիտեք չէ, փոխաբերական իմաստով է։ Մենք գտնվել ենք լծի ստրկության մեջ աշխարհի։ Հիսուսը մեզ ազատեց։ Հիսուսը մեր փրկիչը։ Հիսուսը եկավ եւ ասեց. «Սա անցնելու է, այս աշխարհը չի։ Սրա վրա մի հիմնվեք։ Ձեր կյանքը, ձեր ապրուստը, ձեր ապրումները մի հաստատեք այստեղ, բայց հրեա ժողովուրդը մտածում էր, որ սա իր կեցությունն է, սա իր ապրելատեղն է, սա է եւ վերջ, բայց Մովսեսն ասեց Տերը ձեզ այցելությունը անելու։ Գիտեք, այստեղ շատ նուրբ բան կա, ինչ տեղի ունեցավ, հաջորդիվ Փարավոնը գրվածը խստացրեց աշխատանքը, որովհետև ասեց ժողովուրդը պարապա բաների է հավատում։ Խստացրեք աշխատանք, շատացրեք։ Ժողովուրդը ավելի ծանրաբեռնվեց, ավելի զբաղվածության մեջ հայտնվեց։ Ես խնդրում եմ լավ լսեք, թանկագին Աստծո ժողովուրդ։ Եվ գրված է, երբ որ Մովսեսը եւ Ահարոնը այցելեցին եւ խոսեցին Աստծո խոստման մասին եւ ասեցին, որ Տերը ձեզ հանելու է այստեղից, մի հիմնվեք այս կյանքի, այս Եգիպտոսի վրա մի հույս դրեք։ Գրված է, ժողովուրդը չլսեց նրան։ Գիտեք ինչու, որովհետեւ հոգնած էին։ Այս սա է այդ կարևոր հայտնությունը, որ ուզեցի փոխանցել, որտեղ ժողովուրդը հոգնած էր,
Ժողովուրդ, երբ մենք այս կյանքում շատ բաներով հոգնում ենք, չենք կարողանում լսել։ Ես ձեզ խնդրում եմ, որպես հետին մի մարդ, Աստծո մի ծառա, հետին մեկը, խնդրում եմ, խնայեք ձեզ Աստծո համար։ Մի հիմնվեք այս կյանքի բաների վրա և ձեր էներգիան մի ծախսեք դրա վրա, որովհետև ձեր հավիտենությունը այստեղ չի։ Մեր հավիտենությունը երկնքում է։ Ես չեմ ասում, գիտեք, հիմա այսօրվանից, հեսա վերադառնում ենք տուն, պաշտամունքը բրծավ, գնում ենք տուն, ասում ենք էլ ոչ աշխատել, վերջ էլ չենք աշխատել, չէ, ժողովուրդ ջան, այդ մասին չի խոսքը։ Երբ որ Հիսուսն ասում էր հոգս մի արեք, գիտեք ինչ նկատի ուներ։ Իրականում չես կարա, չէ, ասես, դե ես անդարդ մարդ եմ, էլի հոգս չունեմ։ Ոնց կլինի այդպես, եթե դու իրականում արձագանք չունես, մի տեսակ մի բան են չէ, էլի։ Ամեն դեպքում մարդ ենք, ապրումներ ունենում ենք, ցավեր են անցնում մեր սրտերով, սուր է անցնում, չէ, երբեմն ինչ-որ բաների պատճառով, բայց Հիսուսն ասում էր հոգս մի արեք։ Այսինքն հոգսը կհանդիպի քեզ, բայց մի բռնվիր այդ հոգսից։ Հոգսը քեզ կհանդիպի, բայց մի բռնվիր։ Նկատի ուներ, մի տառապիր դրա պատճառով, մի տառապիր, մի սկսիր անհանգստանալ, դրանով ապրել։ Այսա հենց այն հարցի պատասխանն է, որ երբեմն ասում ենք ինչն է մեղք։ Մեղքը այն է, որ մի բան ինձ կտրեց Աստծուց, իմ հոգսը, իմ աշխատանքը, իմ զբաղմունքը։ Մի օր մի քույր ասեց, ինքը իդեպ ծառայող էր, ես շատ ցավում եմ, ամեն անգամ երբ հիշում եմ իր մասին, ասեց աղոթենք էլի իմ աշխատանքի համար, լավ առաջարկ ունեմ։ Իրան հրավիրել էին դպրոց եւ ինքը պիտի ուսուցչական այդ, եթե պաշտոն ենք ասում, այդ պաշտոնը ստանձներ, հա։ Գիտեք, երբ որ ինքը գնաց եւ սկսեց իր ուսուցչական կարիերան, արդյունքում Աստծո նկատմամբ, ծառայությունների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ ինքը սառեց։ Եվ դրանից հետո մի քույր էլ ասեց աղոթենք իմ գործի հաջողության համար։ Ես գիտեի, որ ինքը արդեն այդ գործի մեջ է, եւ ինքը ասում էր, որ ինձ ավելի բարձր պաշտոն են առաջարկե դպրոցում, եւ ես մտածեցի, աղոթեմ թե չաղոթեմ։ Աղոթեմ ես մարդու համար թե չաղոթեմ։ Ախր Տեր Աստված, դառը փորձ կա, էլ ես մարդը կորցրեց։ Երբեմն մենք բաներ ենք աղոթում, եւ թող այդ ինչի համար որ մենք աղոթում ենք, դա որոգայթ չդառնա մեզ համար Աստծո ժողովուրդ։ Որտեւ իմ հարցը շատ պարզ է, միթե Աստված քեզ տվեց այդ հնարավորությունը, եթե դու սպասում ես, որ Աստված դա տա, որ դու կորցնես դրա համար, աշխատանք է իր փնտրում, Աստված քեզ աշխատանք տվեց, դրա համար, որ դու կորցնես Աստծուն։ Վերջերս մի անձնավորություն, անուն չեմ ուզում տալ ուղղակի, ասեց, երբ որ ես գնացի Հայաստանից Եվրոպա, հասկացա, որ շատ մարդիկ դա որպես առիթ են գործածել։ Այսինքն եկեղեցու վերահսկողություն չկա։ Ես հավատում եմ, որ եկեղեցին է, որ մարդուն պահում է։ Չեմ հավատում, որ մարդ կասի, գիտես, ես կարամ առանց եկեղեցու էլ սուրբ գիրքը կարդամ, աղոթեմ, զորավոր լինեմ, ես չեմ հավատում, այդպես բան չկա։ Եկեղեցին Աստծո տունն է, հաստատությունն ու ճշմարտությունն է։ Եկեղեցին, եթե կուզեք իմանաք, Տիրոջ ոտքերն է այս երկրի վրա որ շրջում է։ Եկեղեցին Տիրոջ մարմինն է։ Եկեղեցու միջոցով Աստված գործում է։ Եկեղեցու մեջ Աստված բնակվում է։ Եկեղեցին է, որ արքայությունը տարածում է։ Սրա համար պետք է մեզ լինել եկեղեցում։ Իսկ սատանան դու գիտեք ինչքան հնարքներ է փնտրում։ Եվ գուցե մեկ ուրիշ անգամ մի առիթով խոսեմ զբաղվածության մասին, թե դա ինչ վտանգ է ներկայացնում իրենից առանձին դրա շուրջ ծավալվելով, բայց
ուզում եմ ավարտել սրանով, որ սատանան շատ որոգայթներ ունի Աստծո ժողովուրդ, շատ որոգայթներ ունի։ Եվ որպեսզի կարողանա շատ նվիրյալ քրիստոնյաներիս, ասում եմ քրիստոնյաներիս, որովհետև ես ոչ մեկից չեմ առանձնանում։ Ես էլ ձեր մի մասնիկն եմ։ Ցանկանում է հետ պահել Աստծուց եւ եկեղեցուց, տեսնում է շատ բաներ կա, բաց այդ բերում է, չի հաղթում քեզ ասում է լավ, արի քեզ զբաղեցնեմ։ Ուրիշ երկ չկա։ Արի քեզ զբաղեցնեմ։ Այնքան զբաղված լինես, որ դու ժամանակ չունենաս այլևս ընդունելու Աստծո սերմը, լսելու, աճելու եւ պտուղ տալու։ Բայց մի բան գիտենք, երբ որ մենք կհայտնվենք երկնքում, մեզ պտուղ են հարցնելու։ Մեզ պտուղ են հարցնելու։ Շատ հրաշալի է, որ դու լավ տնտեսական հաջողություններ գրանցեցիր, փառ Տիրոջը քո համար։ Բայց ինչքան պտուղ ունեցար դու, չէ որ ես պտուղ եմ փնտրում։ Չէ որ Աստված այգեպանին ասեց, պտուղը ուր է։ Ես հավատում եմ, դեկորացիաների կարիք չկա, այլ պտղաբեր ծառեր են պետք Տիրոջ այգում։ Ինչ որ կա Աստծո փառքի համար։ Եվ վերջապես, սիրելիներ, անցնենք չորրորդին, որը արդեն իսկ անցել էինք, չէ՞։ Չորրորդը դա բարեբեր հողներ, մարդիկ, ովքեր որ լսեցին, հասկացան, ընդունեցին եւ դարձան պտղաբեր 160 եւ 30։ Չգիտեմ, ես չեմ կարող ասել աստվածաբանները ինչ մեկնաբանություն ունեն սրա վերաբերյալ, որտեվ ես մի պարզ հարց ունեմ, ասում եմ ինչի համար է 100-ից սկսում մինչև 30։ Եթե մարդը սկսում է քիչ պտուղ տալ, հետո շատանում է, հետո էլ ավելի է շատանում, ես այդպես եմ մտածել, բայց իմ համեստ կարծիքն է սա, ժողովուրդ ջան, վարդապետություն չի, սա չդարձնենք դոգմա։ Մտածում եմ գուցե պատճառն է նա, որ մարդը իր հնարավորություններով, իր առույգ կյանքով, որ ապրում է, վերջի վերջո ֆիզիկական մարմինն էլ կապ ունի, էլի ժողովուրդ ջան, եկեք սա էլ հասկանանք, որ օրինակ 70-80 տարեկան մարդը չի կարողանում այնպես ծառայել, ինչպես օրինակ 40-50 տարեկանը, նկատի ունեմ ֆիզիկական հարցը կա, այսինքն մարդը, բայց ամեն դեպքում ըստ իր կարողության ինքը շարունակում է պտուղ տալ։ Սաղմոս 112-ի մեջ 92-ի մեջ գրված է նույնիսկ ծերության օրերում պտուղ պիտի տան։ Այս մարդիկ ամեն դեպքում մարմնի գործոնը կա, խանգարող հանգամանքները կա, բայց ինքը շարունակում է Տիրոջը ծառայել եւ պտղաբերել։ Օրհնյալ լինի Աստված այս մարդկանց կյանքում, փառ Տիրոջը։ Շնորհակալ ենք մեր Աստծուն։ Նրանց կյանքի որակը բարձր է։ Պտուղը համապատասխան է իրենցում ընդունած ազնիվ սերմին, որը Աստծո խոսքն է։ Նրանց կյանքի որակը բարձր է։ Որովհետև նրանք անցել են եւ անցնում են ճիշտ ապաշխարության ընթացք, որովհետև նրանց կյանքում կա աստվածային վախը, իսկ Տիրոջ վախը սուրբ է եւ մնում է հավիտյան։ Եվ կարդում ենք Հովանես առաջի թուղթ Հովանեսի 3:9 ամեն ոք ով Աստծուց է ծնված մեղ չի գործում, քանի որ նրա սերմը մնում է նրա մեջ եւ չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։ Գիտեք, չէ, համարը մի փոքր չէ, բավական լուրջ սխալ մեկնաբանության տեղիք է տվել շատերի կողմից։ Շատերը, որ ուզում են ապացուցել, որ իրենք չեն կորցնի փրկությունը, որովհետև ապրում են մի կյանք, որ Աստծուն հաճելի չի, այս համարը վկայակոչում են։ Ասում են, գիտես, ով Աստծուց ծնված է, մեղ չի գործում, վերջ։ Ես չեմ հավատում, որ շատ ներողություն եմ խնդրում։ Չեմ հավատում, որ դահլիճում կա մարդ, որ մեղ չի գործում։ Կներեք ինձ էլի, շատ ներողություն եմ խնդրում։ Եթե ինձ հարցնեք, ասեք դու երբևիցե մեղ գործում ես, կասեմ այո։ Վրիպում ես, այո, սայթակում ես, այո։ Բայց մի բան ենք հասկանում, որ դու ձգտում ունես, դու Աստծո վախ ունես, դու պայքարի մեջ ես, չես հանձնվում,
Մեղքը ուզում է իշխել, բայց դու չես հանձնվում։ Սա հենց այն է, որ մենք ասում ենք Տիրոջ վախը սուրբ է եւ մնում է հավիտյան։ Մեկ անգամ մի կին գալով քարոզիչ Դուայթ Մուդի մոտ, լսել եք, չէ՞ անունը, Դուայթ Մուդի մեծ ավետարանիչ։ Չեք լսել։ Դուայթ Մուդի մոտ գալիս է մի կին եւ ասում է քարոզիչ, ես ինչքան փորձում եմ, բայց չեմ կարողանում մեղք եմ գործում, էլի։ Չեմ կարողանում այդ մեղքից ազատվել։ Հիմա չքննարկենք, թե ինչ տեսակ մեղք է։ Մարդը, մեղք։ Եվ գիտեք, այս իմաստուն մարդու պատասխանը որն է լինում։ Ով կին, ով քույր, գնա, բացիր Աստվածաշունչդ։ Շարունակաբար ամեն օր լցվի Աստծո կենդանի ջրերով։ Եվ երբ որ դու կլցվես Աստծո կենդանի խոսքով, ինչ որ քո կյանքի մեջ կա, դա դուրս կշպրտի եւ դու այդպես կմաքրվես։ Ես տպավորված եմ, մի օրինակ եմ տեսել ինտերնետից հետևելով մի քարոզիչ, կարծեմ սևամորթ մի քարոզիչ էր, ինքը ցույց տվեց մի անոթ, այդ անոթների մեջ տարբեր տեսակի բաներ էր լցված, հետո երբ որ ինքը ջուրը լցնում էր, դհանում եւ այդպես այդ կեղտը, այդ անմաքուր պարունակությունը բացում էր, այնքան մինչև ինքը մաքրվեց։ Ահա մենք մաքուր ենք Աստծո խոսքով, մենք մաքրվում ենք Աստծո խոսքով։ Ուրեմն թանկագիններս, մենք ընդունելով սերմը մեր կյանքի մեջ, այսպես ենք մենք մաքրվում եւ հենց այս պտուղն է Աստված ուզում։ Ովքեր որ ընդունել են սերմը իրենց մեջ, այն մնում է իրենց մեջ, նրանք չեն մեղանչում այդ պարագայում։ Եվ եթե ասենք, որ երբեմն մեղքը ավելի հաղթանակ է տանում, ապա պատճառ կա, որովհետև մենք քիչ ենք Աստծո կենդանի ջրեր ընդունում մեր մեջ։ Այսինքն, երբ որ Աստծո կենդանի ջրերը պակասում են, այն մյուսն է ավելանում, որովհետև ըստ գիտնականների մարդը չի կարող դատարկ մնա։ Եվ եթե գիտնականներն էլ չասեն, մենք դա գիտենք, հասկանում ենք։ Աստվածաշունչը մեզ ցույց է տալի, որ մարդու սիրտը մի բանով պիտի լցվի։ Հիսուսը պարզ ասեց, երբ որ Տերը մեկին մաքրի ազատի դևերից, գիտեք, դևեր, տարբեր տեսակի դևեր, չէ որ մեղք առաջացնող, հիմա դիվաբանությամբ չզբաղվենք, գնում են այդ մարդուց, բայց այդ մարդը եթե իր տունը պարապ է թողում, եթե տունը պարապ է, տարբեր բաներ են գալի։ Ուրեմն այստեղից մեզ համար շատ կարևոր հետևություն։ Եկեք լցվենք Տիրոջով, նրա հավիտենական խոսքով։ Ես քո խոսքը իմ սրտում ամուր թաքցրեցի եւ չեմ մեղանչի։ Եթե համաձայն եք, եթե ուզում ենք, որպեսի ավելի մեր կյանքում Աստծո խոսքը պտղաբերի, մենք լցվենք կյանք տվող սերմերով, որպեսի այն առատ պտուղ բերի, եկեք աղոթենք Աստծո ժողովուրդ։ Երկնային Հայր, մենք աղոթում ենք Հիսուս Քրիստոսի անունով Տեր։ Մենք խնդրում ենք, որպեսի պտղաբեր լինենք քեզ համար, Տեր Աստված։ Մենք գիտենք, որ այսօր էլ թշնամին չի դադարել իր հարձակումները, իր փնտրտուքը։ Դուք հիշում եք Պետրոս առաքյալի խոսքը, որ ասում է. Սատանան մռնչող արուզի նման ման է գալիս։ Եվ այստեղից մի կարևոր հարց. ում է ման գալիս։ Աշխարհիկին։ Չէ։ Այն մարդուն, ով որ Աստծո սերմը ընդունել է իր մեջ։ Գիտեք, սատանան սերմն է ուզում տանել։ Լսեք, թրջունները սերմն են գալիս տանելու։ Մեր թշնամուն երբեք հետաքրքիր չէ մեր լավ կամ վատ ապրելը, հավատացեք Աստծո ժողովուրդ։ Նրա համար կարևոր է, որ Աստծո խոսքի սերմը չլինի մեր կյանքում, որ Աստծուց հեռու լինեն մարդիկ։ Երբեմն մարդիկ մի խաբկանք ունեն, ասում են, գիտես Աստված ինձ օրհնել է։ Ինչով է օրհնել։ Այս բաները տվել է։
Շատ լավ։ Իսկ ուր ես։ Եկեղեցում չեմ ծառայում։ Նորից այդ հարցը, խի Աստված տվեց, որ կորցնի քեզ։ Ուրեմն հարց, արդյոք դա օրհնություն էր, թե որոգայթ էր։ Թանկագիններ, քո խոսքը ամուր պայեցի իմ սրտում, և սա է օգնում ինձ և քեզ չմեղանչել։ Երբ որ Տիրոջ խոսքի առաջ է մեր հաշվետվությունը, երբ որ մենք պատիվ ենք տալիս Աստծուն, եւ այստեղ լինող երիտասարդ եղբայրներին, քույրերին էլ ասեմ, երիտասարդներ, եղբայրներ, քույրեր, ինչով երիտասարդը մաքրի իր ճանապարհը, քո խոսքին զգուշություն անելով։ Երիտասարդը այսպես է մաքրում իր ճանապարհը։ Ով Տեր, օգնիր մեզ, որպեսզի մենք չկորցնենք քո սերմը մեզանից։ Օգնիր, որ մենք Տեր Աստված չկոշտանանք որպես հող քո սերմերի առաջ։ Օգնիր, որ մենք Տեր չքարանանք քո սերմերի առաջ։ Օգնիր, որ մենք փշերով չշրջապատվենք քո սերմերի առաջ։ Օգնիր, որ մենք բերի հող լինենք, որ պտուղ տանք և քեզ ուրախացնենք, Հայր մեր։ Շնորհակալ ենք, Տեր, շնորհակալ ենք, Տեր, քո սուրբ հոգու հպման համար։ Հավատում ենք, Տեր, որ ոչ ուժով է, ոչ զորությամբ է, այլ քո հոգով։ Ոչ նրանից է, որ վազում է, ոչ նրանից է, որ իր ջանքն է ցույց տալիս, այլ դու ես ներգործում կամենալը և անելը քո հաճության պես։ Դու սիրտ ես ուզում, սիրտ, որ քեզ է փնտրում, և ուժն ու կարողությունը քեզանից է։ Մենք այստեղ կանգնած չենք եկել ասելու, որ մենք ուժեղ էինք, Տեր, մենք լավն էինք, դրա համար դու մեզ ընտրեցիր, այլ որովհետև, Տեր, մենք հասկացանք, որ քո կարիքն ունենք, Տեր։ Մենք հասկացանք, որ քո կարիքն ունենք։ Մենք հասկացանք, որ առանց քեզ մերկ ենք, դատարկ ենք և կույր ենք։ Բայց դու մեզ տվեցիր տեսողություն և դու մեզ տվեցիր փառավոր հանդերձներ։ Ամեն այս պատվի համար շնորհակալ ենք, Տեր։ Ողջ փառքը, պատիվը, մեծարանքը քեզ լինի, ամենակարող Աստված։ Ամեն։ Ամեն, ամեն, ամեն։